Աղբյուր Սերոփի, ով որ քաջ է երգով դատարան է մտնում Բագրատ Սրբազանը։ Ընդմիջվում, ապա նորից հետաձգվում է Սրբազան պայքարի գործով դատական նիստը։ Տնային կալանքում գտնվող Իգոր Սարգսյանին ու Կարո Կոմուշյանին դատական նիստերի դահլիճ չեն ուղեկցել ոստիկանները։ Պատճառաբանությունը եղել է հետևյալը, որ աշխատանքային ծանրաբեռնվածության հետ կապված դատական նիստին չեն կարողանում ներկայացնել մեղադրյալների ներկայությունը։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի համոզմամբ ոստիկանները, որոնք պետք է դատարան ներկայացնեին մեղադրյալներին, հիմա մայրաթորում են, այդ պատճառով էլ չեն կատարել իրենց գործառույթները։ Հավանաբար իրենց զորահավաքագրել են գնալու մայրաթոր Սուրբ Էջմիածին, այդ խայտառակ միջադեպին մասնակից լինելու։ Ես էլ իմ պարտավորությունը չեմ համարի դատական նիստերին ներկա լինել։ Եվ սա վիրավորանքը ուղղակի անթույլատրել է եւ դա գալիս է բարձրագույն ղեկավարության իր կամքը թելադրած կատարելու, այսպես կոչված ղեկավարության կամքը թելադրած կատարելու սկզբունքից։ Դատարանի դահլիճում ու դրսում հավաքվածներին Բագրատ arczepiskopos-ը կոչ է անում գնալ Էջմիածին ու իրենց զորակցությունը հայտնել մայրաթորին։ Ես անձնապես չեմ կարող, հենց այդ նպատակով էլ մենք կալանավորված ենք եւ ես կասեմ հետո թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ այս ընթացքը կապված է մեր ամբողջ պատմության եւ գոյության հետ։ Շատ ճիշտ եւ տեղին որոշում է համարում Բագրատ Սրբազանը, երբ դատարանի դահլիճի ապակուց այս կողմ կարդում է տեղեկությունը, թե Գերագույն հոգևոր խորհրդից բարձրաստիճան հոգևորականներ են հեռացվել, որոնք պահանջում են վեհափառ Հայրապետի հրաժարականը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։